Ձեր ուղեղը չի երևում, բայց ձեր ուղեղի պրոդուկտը մենք տեսնում ենք, մտածողություն, բանականություն։ Չենք տեսնում, բայց կա։ Անցյալը, ապագան, էներգիան։ Ես հիշեցի Ժիրինովսկու ասած բառերը, ասում էր մեր ուղղափառ ընկերներն են, մենք ինչի չենք գնում Ստամբուլը, որը Կոստանդնապոլիսն է, վերցնենք նվիրենք հույներին։ Այսօր աշխարհում 11 միլիոն են։ Դրսի հայերը հիմնականում հարուստ։ Հացից կարևոր չի այսօր լավ զենք ունենալը։ Քաղաքական բան եմ ասում միգուցե, բայց քաղաքականությունից հեռու է, ոչ էլ հավատքի է։ Շփվում ենք մարդկանց հետ։ Շատերը չգիտեն համասարանով։ Ոայ։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է։ Մինչ դուք բաժանորդագրվում եք մեր ալիքին, ես մեծ սիրով ներկայացնում եմ ֆիզիկոս, հավատավոր քրիստոնյա Սեդրակ Հովհաննիսյանին։ Հարգանքներս բարով եք եկել։ Շնորհակալություն։ Ֆիզիկոս, հավատավոր քրիստոնյա, հակասություն չկա։ Գիտեք, մեր սովետի տարիներին սովորացրել են, որ գիտությունը, հատկապես ճշգրիտ գիտությունները, Աստվածաշնչին, հավատքին հակառակ են։ Խաբել են մեզ։ Էյնշտեյնը մեծագույն ֆիզիկոս եղել է շատ խորը հավատքով մարդ։ Եվ իր վիճաբանությունը իր դասախոսի հետ ինստիտուտում շատ սիրուն է նկարագրված։ Դասախոսը բոլորից պահանջում է, որ հաստատեն եւ ընդունեն, որ Աստված չկա։ Էյնշտեյնը ուսանող ձեռքը բարձրացնում, ասում է, պարոն պրոֆեսոր, լույս կա, կա լույս, խավար կա, կա խավար, ցուրտ կա, այո, կա ցուրտ, եւ կա տաքություն, այո, պարոն պրոֆեսոր, սխալ գիտեք, ցուրտ չկա, ցուրտը ջերմության բացակայությունն է, խավար չկա, խավարը լույսի բացակայությունն է։ Այ օրինակ, ասում են ինչ որ չենք տեսնում, չենք հավատում, պրոֆեսորն է ասում։ Շատ լավ պրոֆեսոր ասում է, բայց ձեր ուղեղը չի երևում, բայց ձեր ուղեղի պրոդուկտը մենք տեսնում ենք, մտածողություն, բանականություն։ Չենք տեսնում ուղեղը։ Շատ բան չենք տեսնում այս աշխարհում, բայց կա։ Հավատքը հենց, գիտեք, մեկը շատ լավ օրինակ է բերում, լույսը այս նյութական աշխարհը տեսնելու համար անհրաժեշտ 3 բաներ կան։ Տեսնելու միջավայր, նյութ, լույս, խավարին չենք տեսնի, եւ աչք տեսողական օրգան։ Նույն ձևի կան աներևույթ բաներ, չտեսնված բաներ, որոնք չենք տեսնում, բայց կան։ Անցյալը, ապագան, էներգիան, սերը, Աստծուն չենք տեսնում, բայց զգում ենք։ Բայց ոչ միայն զգում ենք, այլ նաև հավատով ենք ընդունում, որտեղ Աստծուն երբեք ոչ ոք չի տեսել, այլ միայն Քրիստոսի միջոցով հայտնվեց Աստծու կերպարը։ Մնացած բոլոր դավանանքները, ասում են Աստված կա։ Ինչ որտեղ երկնքում։ Եվ միջև անգամ բոլոր դավանանքները Աստծուն տալիս են երկակի բնութագիր, բարի եւ չար։ Պատվիրաններ է տվել Աստված, լավ բաներ անեք կնպաստի, կպարգևատրի, վատ բաներ անեք, քանի որ ինքը չի սիրում վատ բան, չարը պատժելու է։ Միայն կրոնը, որտեղ Աստված բառացիորեն բացարձակ ճշմարտություն որպես գրած է Աստված սեր է։ Աստված լույս է։ Եվ սեր լինելը ոչ միայն վերացական արտահայտություն է, որին պետք է հավատանք եւ վերջ, այլ ինքը ցույց տվեց սերը։ Ոնց։ Աստվածաշնչի բառերում ասված է, Աստված այնպես սիրեց մարդկանց, որ իր միածին որդուն զոհաբերեց մարդու փրկության համար։ Աստված մարդացավ, որ աստվածային կերպար որպես ընկած վիճակից մարդուն բարձրացնի, սրբացնի, նորից աստվածացնի։ Եվ մեր ամբողջ պատմությունը, հատկապես քրիստոնեական պատմությունը, ցույց է տալիս, որ լեցուն է մեր ազգը եղել աստվածությամբ սրբացված մարդկանցով։ Խորենացի, տաթևացի, նավկացի, սրբեր, որոնք աստվածային հատկանիշներն են ունեցել։ Եվ մեր ամբողջ ազգը այսօր ռուսները գալիս են Հայաստան, ապշած են հայերի մարդասիրության վրա։ Շշմած ենք ասում, զզվան չեք տեսել։
բարեհամբույր եք ասում։ Մի աղջիկ Facebook-ում գրել է, «Это люди, которым не плевать»։ Ռուս արտահայտությունն է, թքածուն է։ Ինչն է պատճառը։ Գիշերը ժամը 3-ին այս աղջիկը մոլորվում է Երևանի կենտրոնում, չի կարողանում տունը գտնի։ Տեսնում է երիտասարդ տղաներ, խնդրում է, որ օգնեն, չեն կարողանում։ Նրանք զանգում են իրանց ընկերը մեքենայով գալիս, վերջը գտնում տանում են տուն։ Մենք եկնամեծար տղեկ ենք, հատկապես ռուս աղջիկ եք, գիշերվա 3-ին։ Եվ ինքը ասում է, եթե իմ քաղաքում լիներ, ինձ հետ ես չասեմ ոնց կբարվեին երիտասարդները, բայց հայերը շատ սիրալիր տարան ինձ հասցրեցին տուն, ես շնորհակալ եմ։ Это люди, которым не плевать։ Ես մի քիչ իհարկե ցինիկացրեցի, պարոն Հովհաննիսյան, բայց հասկանալի է դա։ Արդյոք քրիստոնեության քննադատներն են հատկապես շատ նշում, որ այդ մարդասիրությունը, այդ տոլերանտությունը մեզ շատ կործանեց մեր պատմության քարոզիներում։ Ու դրա համար մեզ պատժել են մեր թշնամիները, հա, արնախում, հա, անմարդկային թշնամիները, բայց այդ քրիստոնեությունը մեզ շատ է էլի ցենց տարել դրել Աստծու գարսարքել, էլի, որովհետև միջև քրիստոնեությունը մենք հզորագույն տերություն էինք, օրինակները շատ են, Արտաշեսյան տոհմերից մինչև Շենգավիթյան քաղաքակրթություն, ուրարտական թագավորություն, էլ չասեմ Այկյան։ Լավ բառ ասեցիք, մեզ չեն սիրել։ Ռուս ժուրնալիստ Սատանովսկի այսօր նորից կա գոյություն ունի, ասում է ձեզ գիտեք ինչի չեն սիրում, որտեղ դուք հանճարեղ ազգ եք, նախանձից ձեզ չեն սիրում։ Եվ քրիստոնեական արժեքները մեր մեջ մարդկային հիմնական արժեքներն են՝ խիղճ, սեր, բարոյականություն, արդարություն, ազնվություն։ Եվ եթե ազնիվի հետ ստախոսը պիտի վարվի խաբելով, բնական է նա այս պահին կունենա միգուցե հաջողություն։ Բայց ես ասեմ, ավարարի ճակատամարտը վասն հավատի եւ վասն հայրենյաց չէր, եւ հոգեվորականները ամբողջ ազգը հանուն հավատի եւ հանուն հայրենիքի չգնացին 1036 սրբերի, որոնք սրբադասված են արդեն, տոնը տոնեցինք մի երկու առաջ ավարարի ճակատամարտի։ Եվ ոչ միայն դա, Սարդարապետի ճակատամարտի պայքարում հայ հոգևորականները չկազմակերպեցին, եւ քաղաքական գործիչները պարակտման մեջ էին, մի մասը թրքամետ, մի մասը ռուսամետ, մի մասը չգիտեմ եւ այլը, կաթողիկոսին ասեցին վեր կաց Էջմիածնից գնա թուրքերը մտնելու են, ասեց այստեղ կմեռնեն, կպայքարեն մինչև վերջ։ Եվ հոգևորականները այնտեղ գիտեք ինչ քրիստոնեությունը, երբ որ լավ չեն ճանաչում, խորքում տեսնում են միամտություն, բառ չեմ ուզում ասեմ, միգուցե հիմարություն, բայց գիտեք ինչ, այսօր քաղաքական դաշտում ինչ է կատարվում, այն քաղաքական կողմնորոշումը, որ ունեինք ռուսական, կյանքը ցույց տվեց ինչի հասավ, այն կողմնորոշումը, որ մենք պիտի ունենանք արևմտյան, մենք չգիտենք ընդեղից ինչ է սպասվում։ Տեսնում ենք այլ երկրների տեսքով։ Նախ տեսնում ենք, երկրորդը այնտեղ էլ մի բարի պտուղներ չեն։ Մենք գիտենք նրանց բարոյական արժեքները։ Իհարկե, Կիլիկյան մեզ օրինակ։ Բայց ներողություն այսօր մի փոքր պատառ եւ այս պատառը ուտելու ցանկություն ունեցողներ շատ արևելքից, արևմուտքից, հյուսիսից, հարավից։ Այո։ Լավ, բայց ինչի վրա հույս տնենք։ Հիշում եմ Դավիթի եւ Գողիաթի պատերազմը։ Գողիաթը 3 մետրանոց բոլոր զենքերը ունեցող մեկը, որը կանգնած էր հրեաների բանակի դիմաց, հրեաներից Աստծո հրավերով պայքարի գնաց 14-15-ամյա Դավիթը, որը վերցրել էր նրա բոլոր զենքերի դիմաց, վերցրել էր մի հատ պարսատիկ, ռագատկա չէ, պարսատիկ, որ sense պիտի խփի, եւ 5 հատ քար։ Եվ քանի որ Աստված իր հետ էր, մի քարով խփեց Գողիաթի աչքին, ընկավ եւ իր թրով կտրեց իր վիզը։ Սա 21-րդ դարում։ Ասեմ ձեզ, բայց այդպիսի պատմությունները ճիշտ է զուգահեռ։ Մենք էլ ունենք Սասունցի Դավիթ էպոս։ Դա հավաքական բանահյուսություն։ Ասեմ ձեզ, բոլոր մարգարեները, ամենավերջին մարգարեն, Պայիսիոս Աթոսացի, Կիպրացի մարգարե, մի 20-30 տարի առաջ է մահացել, հայտնի մարգարե է, որց ասում է, եւ շատ մարգարեներ են ասում, թուրքերը կռվելու են ռուսների հետ, Թուրքիան մասերի է բաժանվելու, Քուրդիստան պետությունը առաջանալու, հայերին իրանց հողերը
որոշ պատերազմով նվեր են տալու։ Իսկ մեզ հելեններից հույներին մեր հողերը ծրի մեզ նվեր են տալիս։ Ես հիշեցի Ժիրինովսկու ասած բառերը, ասում էր մեր ուղղափառ ընկերներն են, մենք ինչի չեն գնում Ստամբուլը, որը Կոստանդնապոլիսն է, վերցնենք նվիրենք հույներին։ Սա իմ ասածը հրաշք է։ Այսօր քաղաքական բոլոր տրամաբանությունները մեզ չեն հանի այս վիճակից։ Մի բան հայտնի է, որ մենք կուրորեն ընդունում էինք, որ եթե ռուսական բանակը այստեղ է, եթե ռուսն ամերիկելը, թուրքը ոնց կհամարձակվի։ Պարզվեց քաղաքականությունը իրանց շահերը ունեն բոլորը։ Ոչ մեկի վրա հույս չի կարելի դնել։ Էլի մի հատ օրինակ բերեմ պարզագույն։ Կներեք, եթե ակնարկում եք 22, 23 կամ 20-20-ից հետոյի խալտուրան քաղաքական, դրիվ այլ կինո է դա։ Ես ոչ մեկի Այդ մեզնից չի վախենում, այդ ռուսից վախենումը չի մտնում։ Եվ ռուսի շահներ Իհարկե, բա ռուսը պետք է մեզնից հայ որ չմտնեին։ Հենց ռուսի շահը եղավ, որ մտնեին, մտան։ Արցախը, հա, որովհետև գցեցինք ռուսին։ Դա էլ ուրիշ կինո է։ մենք մեղավոր ենք, ես ոչ մեկ սա անունը չտամ սրա ինչ եմ։ Լևոնից սկսած արծել են մենք պայքարը սկսեցինք միացում բառով։ Արցախը միանա Հայաստանին։ Լևոնը չմիացրեց, որտեղ իրան թույլ չտվեցին, որ միացնի իր տերերը։ Ռոբերտ Քոչարյանը ակնհայտ հարցազրույց կա, չի կարելի Արցախը միացնել Հայաստանին։ Կողքը նստած է գեներալ Վիտալի Բալասանյանը, չի կարելի Արցախը միացնել Հայաստանին։ Նույնը նաև, այսինքն սրանք բոլորը կատարել են տիրոջ կամք եւ տիրոջ քաղաքական շահերն են եղել, որ մնա սենց։ Ինքը ելնում եք միացման կետից, ճիշտ է, այո, կար նաև Գերագույն խորհրդի որոշում միացման, բայց հետո բանակցությունները ինչ հիմքի վրա սկսվեց, հա, որպես ժողովրդների ինքնորոշում, ազգերի ինքնորոշում, որպես առանձին ինքնիշխան միավորի ճանաչում, ճիշտ է թե չէ։ Ազգերի ինքնորոշման մասին ինչու չխոսեցին Լևոնը, Ռոբերտը եւ Սերժը։ Ոչ չեն խոսել, բայց դրա շուրջը բանակցություն։ Եթե ազգերի ինքնորոշումը համարժեք Դա մեր հիմքում եղել, այդ Ալիևներն են, որ հողային տարածքային վեճ են սարքել, իրանք սարքեցին տարածքային, բայց տարածքային խնդիրը եւ ազգային ինքնորոշումը միջազգային ստանդարտների մեջ համարժեք արժեքներ են։ Մերոնք չէ, ասում, չէ, ազգերի բոլորն են ասում։ Չէ, դետենց չի բանում։ Ոնց նրանք օրենքով չեն ինքնորոշվել արցախցիները։ Օրենքով են ինքնորոշվել։ Ինչ սխալ է արվել։ Ինչպես Ադրբեջանը, որևէ սխալ չկա, Քոչարյանն է դա ասում։ Դե եթե ինքնորոշվել են, բայց ոնց որ դուք եք առանձնացել ինքնորոշվելն էցել Արցախը, լավ ինքնորոշվել են, հա, հասկացա, այդ դեպքում ազգային ինքնորոշման խնդիրը ինչու համարժեք չդրվեց տարածքային ամբողջությանը, որ սա լիներ համարժեք խնդիր, որ չի կարելի։ Պարոն Հովհաննիսյան, ներողություն եմ խնդրում ընդհատելու համար։ Պետք չի դա նույն հարթության վրա դիտարկել։ Մեր խաղակարտը դա է։ Չէ, մեր խաղակարտը հետևյալն է։ Այս մարդիկ մեր գոյությունը չեն անդուրժում։ Ինքնորոշվում ենք, ժողովուրդ ջան։ Ինքնորոշվել են։ Սումգայիդ մարաղը բավոնց։ Ինչպես Ադրբեջանն ինքնորոշվեց, այն նույն կրիտերիաներով, նույն բաներով լղիմը հեքիաթ թող չպատնեն։ Ճիշտ է։ Թող ճիշտ Ղարաբաղյան խնդիրը ճիշտ ներկայացնեն։ Այդ դեպքում Ալիևը ամբողջ աշխարհին համոզեց, որ Արցախը Իրանն է, իր տարածքն է։ Ինչու հայերը ամբողջ աշխարհին չհամոզեցին, որ Արցախը նույն կերպ է ինքնորոշվել, ոնց որ դու Ադրբեջան։ Դե դա էին անում, դա էին բանակցում։ Վերջում արդեն դրա մասին չէին խոսում։ Դրա համար խոսքը մնաց մեկը՝ տարածքային ամբողջություն։ Նա էլ տարածքայինով եկավ եւ աշխարհը ձեն չհանեց։ Աթեթի դե աշխարհը, որ աշխարհը հույսներս աշխարհի վրա դնենք, ես դες խնդրում եմ էլի։ Լոզանի կոնֆերանս բանը։ Այսօր 11 միլիոն ենք աշխարհում։ Ուժեղ ես, ճիշտ ես։ Խորենացին ասե, ես չեմ ասել։ Ուժն է ծնում իրավունք, վերջ։ Այսօր աշխարհում 11 միլիոն ենք։ Դրսի հայերը հիմնականում հարուստ։ Կա տենց բան։ Եթե մեր փողերը եւ մեր խելքերը միանան հանուն հայրենիքի, հանուն արդարության չթալանելու, կարճ ժամանակում Իսրայելից հզոր պետություն չենք լինի, ասեք։ Հрьяաներն են ասում։ Հрьяաներն են ասում։ Աշխարհի ամենամեծագույն, հա, իրոք տենց է, աշխարհի մեծագույն բոլոր նորությունները, ես որ վերջերս իմացա որ ակարդիոնն է հայ հորինը։ Այն բետոնամեշալկեն կա մեքենայի, հայ հորինը։
Այդ մնացածը գիտեք չասեմ։ Այսինքն այսօր եթե մենք մի բան ունենք, անմիաբան ենք, մենք այսօր եկեք սոցիալական հարցում անենք փողոցում, արդարության մասին ինչ կասեք, ստի մասին ինչ կասեք, ասեն արդարության, չես ապրի, ստով չես ապրի։ Այո, մեր հավատքը քրիստոնեությունն է, ինչու չի տալիս մեզ այդ միաբանությունը, հավատք, արդարություն, ազնվություն, չգիտեմ, ինչու մեկս մյուսի վրա թքած չունենք, բայց մի տենցակ անտարբեր է էլի։ Եւ մեր եկեղեցին ինչու ենք միայն ոսենց մեզ կոտորում ռուս աղջիկներին կրկելու ժամի 3-ին։ Չէ, դա մեզ չենք կոտորում, դա պատահար է, դեպք է, պատահել է, ոչ թե աղջիկն է։ Տպավորված եմ այդ միջադեպից, դրա համար տենց միշտ Facebook-ում կա։ Տղայում լիներ նույնն է, այստեղ սերը կապ չունի։ Կարո՞ղ մարդկային հատկանիշն է։ Գիտեք, ասեմ ձեզ, խնդիրը հետևյալն է։ Եկեղեցի ամեն առավոտ, որի ես մասնակից եմ եւ ավետարան եմ կարդում, խոսում է մարդու մարդ լինելու մասին։ Եթե մարդը Հայաստանում այսօր մարդկային արժեքները խիղճ, սեր, արդարություն, բարոյականություն, ազնվություն, եթե մարդկային արժեքները այսօր լինեն մեր ազգի առաջատար հատկանիշներ, մենք այս խնդիրը չենք ունենալ։ Այսօր ավելի վատ բան ասեմ։ Ամերիկայի հայ մի հատ կին, Ամերիկայում այստեղից գաղթած 50 տարեկանին մոտ։ Մեծ պիլոտնիկի նոր տեսակահորին է աշխարհում բոլորին գերազանցում է պարամետրերով։ Այստեղ ասելա բանի տեղ չեն դրել, գնացել է Ամերիկա, այնտեղ գյուտերին միանգամից կլանում են։ Այսօր Հայաստանում իմ ֆիզիկոս, իմ հասակակից ընկերները եւ երիտասարդները լազերային զենքի մասին են մտածում, քայլեր են արել։ Քանի որ նորից մեզ մոտ իշխում է այլ մեկը, սրա մասին չեն խոսում։ Հացից կարևոր չէ այսօր լավ զենք ունենալը Հայաստանի համար։ Հացից կարևոր է, չէ՞։ Ասում են պաշտպանության նախարարությունը լազերային զենքի բաժանում չունի։ Իսկ քաղաքականության մեջ չմտնենք, էլի։ Զորավար Սուրենը տենց ստից մտից բաներով չի դերի, Հնդկաստանից զենք ա բերում տղեն։ Սիրելիս, մենք պիտի նորից եմ կրկնում, եթե 30 տարի անկախության տարիներին մեր երկիրը չթալանեինք, 30 անգամ հզոր չէինք լինի, հարց, եթե ոչ ավելի։ Մեզ պետք է արդարությամբ, ազնվությամբ, միաբան լինելու հանուն հայրենիքի, հանուն մարդկային արժեքների, որը այսօր շատ բացակայ է։ Տեսեք Աստվածաշնչում ինչա գրված, քրիստոնեական միտք կարդամ։ Ախր շատ են քրիստոնեությանը քննադատում, ասում են դե 5 կտակարան, հրեաների պատմություն, նոր կտակարաններ էլի Քրիստոսի կյանքվան, հետո հարություն եւ այլն, ասում հայրը հետ ինչ կապ ունի, ասում։ Օրինակ մենք ինչ է տվել մեզ քրիստոնեությունը, էլի բացի զրկանքներից, այդ հեքիաթները, բան եւ այլն, Սիրիլ Մերձավորիդ, Կողոքուշտը մենակ արունախում գիշատի չեն, ասում Սիրիլ Մերձավորիդ թշնամու դրոն սիրես։ Իսկ միջև քրիստոնեությունը հզոր տղերք են եղել, կայսրություն, բան, ամեն մեկը Վագնը, ռազմի աստվածը, սիրո աստվածը եւ այլն, այս։ Իսկ ով ասեց, որ նրանք մարդկային քրիստոնեական արժեքներ չեն ունեցել։ Քրիստոնեական ժամանակաշրջան չի եղել, ճիշտ է, բայց ես օրինակ բերեցի, պատմականորեն միակ ազգն ենք աշխարհում, որ ստրկատիրական համակարգ չենք ունեցել։ Մենք չենք ունեցել ստրկատիրական։ Այսինքն սովորական բանվորը, սովորական գյուղացին հարգանքի արժանի է եղել։ Աստվածային արժեքները Նոյից եկել հասել են մեզ, քրիստոնեական արժեքներն են մարդուն մարդ դարձնողը։ Հակառակ դեպքում Պաստորեն կարգին դեմոկրատ ժողովրդավոր ազգ է եղել։ Որի համար մեզ նախանձել են վայրագ բարբարոս ցեղերը եւ ուզեցել միացնել կամ կուլ տան կամ բոլորը համարյա։ Մարդը պատիվ ուներ եւ չհասկացավ։ Ընկավ, հավասարվեց անբան անասուններին եւ նմանվեց նրանց։ Աստվածաշնչից եմ կարդում, այդպես չի աշխարհը այսօր։ Մենք էլ այդ ուղղությամբ չենք գնում արդյոք։ Այս բանն իմացիր, որ վերջին ժամանակ օրերին շատ չար ժամանակներ պիտի գան։
Աստվածաշնչից եմ կարդում։ Երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, անբարտավան, հայոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուկն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր։ Գիտեք, զարմանալի բան ասեմ, տեսեք, բոլոր կենդանիները աշխարհում ամեն ինչ Աստծո ձեռքի գործն է։ Արարիչ, Աստված բառը, աստիճ, ստեղծիչ, արարիչ, բացատրական բառը։ Գիտեք, բոլոր կենդանիները որոշ կենսաբանական արյուն, բջիջներ, նմանություն կա։ Բայց նրանք, քանի որ Աստծո կամքի մեջ են ստեղծված եւ Աստծո կամակատարներն են, ինչ օրենք դրված է կատարում են բարեխիղճ։ Միակ կենդանին, որը աստվածային հատկանիշներ ունի, սիրելու, բանականություն, հավատ, արարչություն, ստեղծագործություն, ազատության տենչանք, սա աստվածային հատկանիշներ են մեր մեջ դրած։ Եվ ազատ կամքը մարդուն Աստված այնքան հարգեց այդ հատկանիշը աստվածային մեր մեջ, որ չբռնացավ, հակառակ դեպքում մենք կլինեինք ռոբոտ, որը կկատարեինք ինչ-որ կամք, ինչ-որ ծրագիր, ոնց որ բոլոր կենդանիները, բայց մեզ ազատ կամք է տված։ Եվ ազատ կամքը այն աստիճանի հարգեց, որ չպարտադրելով հեռացանք Իրանից, չենք ընդունում Իրան, բայց դեռ չենք ոչնչանում։ Ժամանակ է տված եւ Հիսուսով միակ կրոնն է, որտեղ Աստված մարդացավ։ Աստծո սերը ոնց ցույց տանք մարդուն, երբ որ Աստված մարդացավ, որպեսզի մարդուն ընկաստեղից բարձրացնի, նորից սրբի, մաքրի, աստվածացնի։ Կարող ենք դառնալ վայրենի բոլոր այդ քո նշած վայրակ բարբարոս ցեղերի նման, բայց այդ դեպքում խառնվենք պարսիկի հետ, խառնվենք թուրքի հետ, կդառնայինք նրանց նման մեկը։ Այսօր Պարսկաստանում, Թուրքիայում ապրող հայերը ունենալով քրիստոնեական, ոնց ասեմ, երևի մոռացված, կրոնը արդեն վաղուց չկա շատերի մոտ, բայց արժեքները արժեհամակարգում անձի մնացել են, նրանք չեն խառնվում, ինչու, որտեղ դրանք բարձր արժեքներ են, միակ կենդանին ենք, որ Աստծով կարող ենք լիարժեք լինել։ Հակառակ դեպքում մեր պապերը խոսք ունեն, անաստված։ Հայհոյանքներ չենք ունեցել, սա Թուրքից ու Ռուսից է եկել։ Սա անաստված է։ Սա կշանքի ամենասարսափելի մարդն է։ Թուրք, ցանկացած մեկը։ Աստված մեզ նայեք մեր սրբերին, նարեկացի, տաթևացի։ Մեր սրբերը համաշխարհային են։ Եվ կյանքը ցույց է տվել, որ Աստծով մեր ազգը այսօր քաղաքական իրադարձության մեջ ելք չեմ տեսնում, միակ ելքը նորից ապավինել, միաբան լինել, մենք մի բան կարող ենք անել, Աստծով, հանուն հայրենիքի, մեր խելքերը փողերը միանա իրար, քաղաքական բան եմ ասում միգուցե, բայց քաղաքականությունից հեռու է, ոչ էլ հավատքի է, մենք պիտի մարդանանք, հենց դառանք մարդ, հենց արդարությունը, ազնվությունը մեր մեջ իշխեց, կդառնանք միաբան, ամեն մի նոր եկած ղեկավար ոչ թե սրա մասին կմտածի գրպանի, այլ կմտածի, ես այս պատերազմի պարտությունից հետո մտածեցի մեր ազգին Անդրանիկ է պետք ու նժդե, եթե լինեին, սենց չէր լինի։ Մի քիչ ուշ հասկացա, որ այսօր եթե Անդրանիկը եկավ, 100 տարի առաջվա պես նեղացնելու ենք փախնի Եվրոպա, նժդեին էլ տալու ենք տանեն ռուսական բանդերում փթացնեն։ Նույն ազգն ենք, ազգովի պիտի փոխվենք։ Եվ սրա կներեք միտքի շարունակել, եւ սրա քայլերը ամեն առավոտ եկեղեցում տեսնում եմ երիտասարդների մեծ հոսք կա։ Շատերը թե լսելով, թե կարդալով, թե եկեղեցուց, թե իրար միջից հասկանում են, որ միակ ելքը մարդ լինելն է եկեղեցի։ Այդ ազգային զարթոնքին կարելի է հասնել այդենց ժամերգությունների, պատարակների հաճախելով կամ արժևում էլ մեծ պահքն է, հա։ Եթե մենք
ազնիվ լինենք։ Կներեք, գիտեք էլի պետք է տենց հակառակ բևեռից կամ որ ասում են այ տենց երիտասարդները գնում են դառնում են աստուգար ու դրա համար էլ անդրանիկներ ու նժդեհներ չեն ծաղրում։ Միջոց նժդեհը խորը քրիստոնյա էր, պատմական փաստեր վերցրեք նայեք։ Ինքը հավատքի մասին գրքեր ունի գրած, Գարեգին նժդեհը։ Անդրանիկը խոսքեր ունի էլ ինտերնետում կա, նայեք, մարդկային արժեքների մասին, խոսում է քրիստոնեական արժեքների մասին։ Գիտեք ինչ, եթե մենք եթե ես սիրում եմ կնոջս, նվիրվել եմ, կյանքս նվիրել եմ, եւ ինքը իմ ուտելիքի մեջ կարա թույն լցնի, ես մեռնեմ, պիս օրինակ եմ բերում, ուրեմն ես հիմար եմ, հարց եմ տալիս, կյանքս նվիրել եմ մեկին, այդ մեկը, ասենք, սերը եւ նվիրումը պահանջում է կյանքդ նվիրես դրան։ Եթե կյանքս նվիրել եմ մեր 18 տարեկան տղաները գնացին մահացան հանուն հայրենիքի։ Տենց չի։ Նվիրեցին կյանքները։ Ինչ ասենք, չէ, պիտի թալանենք, պիտի այսօր առաջարկ անող միանանք Ռուսաստանին, դառնանք Ռուսաստանի մի գավառ։ Ոչ, տենց առաջարկ անողները բան են հայրենիքի թշնամիները։ 100 տարի առաջ մի մասը ռուսամոլ ա եղել, մի մասը թերքամոլ։ Ավելի մեծ արժեք, քան անկախ Հայաստանն է գոյություն չունի։ Անկախ հայրենիքը, անկախ Հայաստանը, ոչ Ռուսաստան, ոչ Հնդկաստան, ոչ Չինաստան։ Հրաշալի միտք ասեցիր, այսինքն ազատության հատկանիշը, որ Աստծուց դրած է մեր մեջ։ Այո։ Ազատությունը այսօր, անկախությունը, այս քաղաքական դաշտի մեջ, ես եմ ձեզ մի հակառակ հարց տալիս, որ բոլորը ուզում են ուտեն այս համով պատառը։ Ոնց պահենք։ Իրար չատելով։ Սիրով, արդարությամբ, ազնվությամբ, խաղաղությամբ, հայրենասիրությամբ, միաբանությամբ, հայրենապաշտությամբ, միաբանությամբ, միաբան լինենք, մեզ ոչ ոք չի աղթի։ Թումանյանն ասում 100 տարի առաջ, Իսահակյանն է գրել, հələ բացառեք կարդացեք, անմիաբանությունը մեր մեծագույն հրյաները ինչին հաջողության հասնում, միաբան են, հրեկ կրոնի անուն է, ազգի անուն չի, Իուդեա, հրյա, սա կրոնի անուն է, իրանք իրաց դավանության մեջ, որ քրիստոնեությունից հեռացած են, միաբանություն ունեն, և որևէ մի հրյա աշխարհի, որևէ ծայրում մի քիչ խնդիր ունեցավ, բոլոր հրյաները անմիջապես դրա հարցը լուծում են։ Այսօր նայի, մի փոքր պետություն, Ամերիկան արդեն ուզում է նորից, ամեն ինչ տա, որ հրյաներին այս ծրագիրը վերջացնեն։ Աշխարհը կեղտոտ խաղ է, մեր խնիման հայրիկը գնաց միջազգային հարցերով, Հայաստանի հարցերով, պարզ ասեց, կեղտոտ խաղեր են գնում։ Թումանյանի բառերը հիշենք, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Դրա համար մենք հրաշքով միայն, մենք մեր ազգով միայն հրաշքով։ Այդ հրաշքը պիտի լինի, ասեցինք, արդարություն, ազնվություն, միաբանություն, այդ ժամանակ Աստված իր ամենակարող աչը հրաշքով մեզ հանելու է այս վիճակը։ Բայց դրան զուգահեռ նաև աստվածաշնչյան մարգարեություններից դուք ասացիք, որ պետք է Թուրքիան մասնատվի, այնտեղ հայերին պետք է իրենց հողերը նվիրաբերեն։ Սրա չասեմ սա ճշմարտացություն, այլ արդյոք սա չի թույլատրում եւս։ Դե մեկը դե մարգարեություն կա, էլի մեկ մեր համար։ Չէ, նախ այդ մարգարեությունը Աստվածաշնչում չի գրած, մարգարե է գրել, այսօրվա։ Բայց ասեմ ձեզ, այն եվրոպացի կինն էլ կույրը մարգարե ոնց էր անում։ Վանգան, նայելա տենց այդ կարգի բաներ ասել։ Շատերն են ասել։ Սա ոչ թե խոսքը գնում է, որ մենք հուսահատ լինենք կամ հակառակը չպայքարենք։ Խոսքը գնում է նրա մասին, որ մենք լինենք մարդկային արժեքներ։ Մենք լինենք ազնիվ, արդար, միաբան, սիրենք հայրենիքը։ Այսօր, եթե այս մեկը, որ եկել է, հայրենիքը սիրեր, սենց կբարվեր հայրենիքի հետ։ Ինչ նշանակում Արարատը մեր չի եղեռնի մասին, հələ ցուցակը տվեք 1.5 միլիոնի, տեսնենք այդ ինչ չի։ Այս խեղ կատակների օրակարգը պետք չի եթերով առաջ տանել եւ առաջարկում եմ յուրաքանչյուր իրեն հարգող հայի եւ Հայաստանի
քաղաքացու չանդրադառնալ դավաճանական օրակարգերին, հիմարագույն թեզերին, որտեղ հաց ընդեղ կաց, չգիտեմ, 1.5 միլիոն ցուցակը ասել էի, սրանք ժամանակավոր են, հավերժա հայրենական արժեքները, քրիստոնեական արժեքները եւ մարդկային արժեքները, որը չպիտի դիտել թուլություն, հակառակը, դա զորություն է, ուժ է։ Եկեք մի հատ հասարակ բան ասեմ։ Դե ախր գիտեք, հետաքրքիր է, էլի, մեր օրինակ բերելուց օրինակ չեն բերում Ղևոնդ երեցներին ու Գևորգ կաթողիկոսներին։ Բերում են Տեր-Ավետիսին, որը իդեպ եւս Դավիթ բեկի զինվորն է եղել։ Հարիձորի դարպասները բացող են։ Դե դե ասում են հոգեվորականները ասեն, արա հա մի երկուսն էլ ասենք կարող է եւ ասենք եւ եթե որ գեղում շունչ կա կները։ ապրես, եթե մարդը փչացած է, սրանից կուզես պրեզիդենտ սարքի, կուզես վարչապետ, կուզես հոգեվորական։ Նույնը չի։ Եթե փչացած է իր էությունը։ Ներողություն, ես մի հատ պրիմիտիվ հարց տամ, եթե եկուց ինձ ընտրել են վարչապետ, նստել եմ աթոռին, ենթադրել իրավիճակ, կարող եք ինձ ասել, ինձ ենթարկվում է միաձայն արդարադատությունը, պաշտպանությունը, մարդիկ, ղեկավարներ, բոլորը, վարչապետներ, բաներ, մինիստրներ, ինչը պիտի ինձ զսպի, եթե ես կարող եմ թալանել, չթալանեմ, ինչը պիտի ինձ զսպի, կարող եք ասել։ Ձեր քրիստոնեական հավատքը։ Միակ բանը, որ մեջիցս ինձ պիտի ասի, եթե կարող ես օրինակներ չբերեմ մարդկային, թալանել եւ այսօր այն վիճակի հասնել, որ չեն կարողանում գտնեն թալանի աղբյուրը։ Նենց են մաքրել հետքերը, սկսած առաջինից, երկրորդից, երրորդով, որ չեն կարողանում հետքերը գտնեն, կամ չեն ուզում գտնեն, սա էլ է խնդիր։ Ինչը պիտի ինձ, եթե կարող եմ վերցնել մեծ քանակի եւ լցնել գրպանս տանել տուն, ինչը պիտի ինձ ներսից ասի մի արա։ Դե դուք 6 մինուտ արդեն աստված եք, էլ ինչ խնդիր կա այդտեղ։ Միակ բանը, որ բոլորին վերից վար, հատկապես ով ունի հնարավորություն թալանելու, անելու, որևէ բաներ անելու։ Այդ տղաների օրինակը հենց վերեցինք։ Այդ աղջիկը ասում է իմ քաղաքում լիներ Ռուսաստանում։ Ինձ մի հատ այդ տղեկը չասեմ ինչ։ Ասում է այս տղեկը սիրում։ Ահա։ Հետո կթողեին փողոցում անտեր կգնային, Facebook-ում է գրված։ Այս տղաները մարդկային բան են ցույց տվել, դա չեն արել։ Որովհետեւ տեսել են խեղճ աղջիկ վատ վիճակում։ Մարդկային հատկանիշները։ Բայց իրոք է ֆանտաստիկ օրինակ է, ես քիչ իհարկե կատակի վերածեցի, բայց նախապրեն այդ տղեկը եւ դա իրոք մեր մասին է խոսում։ Մենք այդտենց դվագարոդնի ոնց է հայերեն արժանապատիվ ազգ ենք էլի, իրոք լավն ենք։ Համ երկու բուրունդուկ կան, սերակախց, բայց մենք այստեղ ենք եղել այդ հատկանիշներով, իջել ենք, բայց ովքեր այստեղ են նայում են մեզ, էլի վերև են տեսնում։ Աբա ոնց։ Բայց մենք մեզ, քանի որ մենք մեզ լավ գիտեինք, մենք ընկել ենք այնտեղից ու Աստված չանի գնալով Եվրոպային եւ մյուս ազգերին փորձում ենք նմանվել էլի դրան։ Ավելի սիրում բառ կներեք, հիշեցի ազնվաբարը։ Ազնվաբարը։ Այդ է ինչ կարքին հայրենը ֆանտաստիկ։ Բարեխիղճ, ասում եմ, լույսի կատարում մի պլիված։ Մարդիկ ցերկ են, մենակ դա չէ։ Սովետի ժամանակ է հայտնի ժուրնալիստներ գալիս են Հայաստան։ Մոյանքերներ ուղեկցում են ռայոններ, պիտի գնան գյուղեր բան տեսնեն, միտեղ մոլորվում են։ Մեկի դուրը ծեծում են, գյուղացի, ոչ շատ հարուստ։ Ասում են, սենց մոլորվել ենք ցուրտա ձմեռա բան, սրանք գալիս են, իրանց իր անկողիները հանում են, սրանց անկողին են տալի, կերակրում խմում են, իրանք գնում են հարևանի տուն, իրանց հարևանի մոտ քնելու։ Որոնք ժուրնալիստ ասում են, սենց ասք չենք տեսել։ Իր տունը, տեղը, անկողինը, ամեն ինչը տվեց մեզ, ինքը գնաց հարևանի տունը քնելու։ Եվ այս ժուրնալիստը դրա մասին հոդվածներ ունի գրած սովետի տարիներին։ Ապշած են։ Պարոն Վարդյան, չափազանց հետաքրքիր է ձեզ այդ զրուցելը, բայց հաղորդման վերջաբանն է եւ մի քանի բլից հարց կա, որ ձեզ ավելի այնց խորը եւ համապարփակ ներկայացնի կբացի։ Եթե դեմ չեք անդրադառնանք դրանով էլ ավարտենք։ Սիրով։ Եվ այսպես, ինչ է ձեզ համար հայրենիքը։ Ասեմ, հայրենիքը ազգային արժանապատվությունը, ազգային արժեքները, ամբողջ պատմությունը
ազգային ինքնությունը սկսած ազգի առաջի ազգ կոչված ժամանակներից մինչև այսօր հողը, ընտանիքը, ազգային ինքնության կարևոր արժեքները, ամբողջ պատմական անցյալը հետը միասին վերցրած։ Եթե պատմականը կտրում ենք, ինչ որ փորձում են անել, դա նմանա ոնց որ ծառը արմատներից կտրես։ Ինչ կլինի այդ ծառի հետ։ Պարզա չէ ինչ կլինի։ Հատկապես մենք, որ խորը պատմություն ունեցած, խորը արժանապատվությամբ կյանքները ապրած, խորը մարդկային արժեքների, քրիստոնեական արժեքների կրող ենք եղել, եկել հասել ենք այստեղ, այդ արժեքները մի կողմ թողնել, ինչ ասեմ, ոնց որ այսօր մեզ համեմատենք մի հատ որևէ նոր ստեղծված ազգի հետ, որ ինքնություն, ազգային ինքնություն, արժեքներ, հող, հայրենիք, ընտանիք, մարդ, ամեն ինչ է ձեզ համար։ Հա։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Նայելով այսօրվա երիտասարդների մեծ հոսքը եկեղեցի, տեսնում եմ էլ ավելի մարդկային արժեքներով լեցուն ազգ։ Պիտի զգանք, ես մի հատ պարզ օրինակ բերեմ, Համոսայանի տղայի հետ փորձում ենք Համոսայանի գրքեր, որոնք վերջի անգամ տպվել են 60-70-ական թվականներին, փորձում ենք վերահրատարակել։ Շփվում ենք մարդկանց հետ։ Շատերը չգիտեն Համոսայանը ով է։ Ամոթ։ Բայց եթե հանկարծ մի խումբ մարդկանց մեջ մի քանիսը սկսում են երջանկանալ, թռնել Համոսայանի տողերով ապրած ջուր, գիտեք Համոսայանը, հայրենիք, Մասրենի, մայր, այն աթոռին նստեն, որ պապս ա նստել։ Հայաստան ասելիս ապրես 65 թվականին գրել է ախր ես ինչպես վերկենամ գրել։ Մի հատ ռուս աղջիկ արտասանում, դա շատ խնդրեմ։ Ռուս աղջիկ։ Դա այդ բանն է, էլի, լավ ասում են օքեորական ռուսոսմա, Армения это не Россия мира. Ապրես։ Они передают состояние, эмоции. Մենք փոխանցիչ ենք, էլի, ինչ որ։ Այո։ Դե հենց դա մեր պոեզիան է այդ։ Լավ, բայց այսօր տեսնում ենք, ասենք ամբողջ դպրոցում 10 հատ երեխա կամ ուսուցիչ գիտեն դրա մասին, միջոցառում ենք անում, հայլում են, թռնում են, ճախնում են, երջանկանում են, ու մենք ապրում ենք դրանցով։ Դե այսօրվա հանճարուհուն ասեք այն ԿԳՄՍ ՉՊ-ջռ-ին էլի, որ ասենք ինչ էշություններ են անում, իրական Հայաստանի պատմություն, արա դուք ով եք, որ Հայաստանի կամ հայոց պատմությունը ընդհանրապես ձեռտակ դրան։ Սրանք նրանք են, ովքեր ընկել են աշխարհի ժամանակավոր վայրակ ցեղերի պատմությունը։ Այդ ժամանակի մեքենան, ախր նենց այդ քամիները ցած Կոմիտասի բառերը հիշեմ։ Ասում է, մեր ազգը որ ծննել է իմ նմաններին, մի մտածեք, էլի ծնելու է։ Կոմիտասներ, Սարյաններ, Սահյաններ, Խաչատրյաններ, որոնք այս ազգի ադամանդներն են չէ եղել։ Եվ ուզում ենք մենք երազանք ունենք, ուր Աստված հաջողի բարերար ենք ուզում գտնել, Նայիրի հետ Համոսայանի տղայի ստեղծել մի մշակութային Համոսայան կենտրոն, որի նպատակը մեկն է։ Շրջել գյուղ առ գյուղ, դպրոց առ դպրոց, գտնել այդ բրիլյանտներին, տաշել եւ դարձնել հայ ազգի կոմիտասները։ Կան չէ, եթե մեր ազգը ծնել է իրաց, էլի կծնի չէ։ Հիմա ամբողջ աշխարհն է ձեզ լսում, առնվազն մեր վիճակագրությունը, հա, մեդիայի թույլ է տալիս ասել, որ մեզ տարբեր երկրներում են նայում եւ եթե կլինեն մարդիկ, ովքեր կարող են աջակից լինել ու այս ծրագրին օգնել, ուզում ենք փնտրել, ուզում ենք գնալ գյուղ առ գյուղ, փնտրել, գտնել։ Ես հիշում եմ Սահյանը մեր ադամանդներից, հա, մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում, մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ։ Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ, ոնց կարելի է Սահյան չսիրել։ Մի հատ երեխա, փոքր երեխա, այսօր աղոթքը կա, նայել եք։ Գտնեմ դա կուղարկեմ ձեզ։ Ասում եմ Հայաստան ասելիս, սիրտը ճաքում է, չգիտեմ ինչի այդպես։ Հազիվ է խոսում։ Պարոն Այզադելի, շեղվում ենք, դե թույլ կողմս է։ Տեսեք,
Դուք արդեն ասացիք, բայց էլի վրայով անցնենք։ Հայաստանի ղեկավարը դուք եք։ Առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Արդարություն, միաբանություն, համազգային միաբանություն եւ սա ամբողջ հայերի միաբանություն, համահայկական միաբանություն, արդարության, ազնվության, հայրենիքի շուրջ։ Որ գիրքը մարդիկ կյանքում անպայման պետք է կարդալ։ Աստվածաշունչ։ Կարևոր է։ Ոչ միայն կարևոր է ինչ որ մարդու համար, այլ փոխում է մարդ կենթանին հետաքրքիր է միայն Աստծո մարդ։ Տեսեք, ես օրինակ եմ բերում, պարզ։ Մարդը նման է կավե անոթի, հողից ենք սարքած, որը եթե մեջը դնես աստվածային գանձերը, կդառնա սուրբ մարդ, բարձրորակ մարդ, ինքը կդառնա գանձատուփ, բայց նույն կավից սարքում ենք նաև դաս, չէ՞։ Աղբար կխճացեմ։ Անցանք առաջ։ Որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Սեր Ալիսա Կիրակոսյան պիտի հիշեմ, իր բանաստեղծությունը քարատող սիրով ոնց որ բանաձև լինի։ Սերը գոյության հանճարն է միակ։ Սիրո հակառակն ամենևին էլ չսիրելը չէ, ման է պարզապես։ Սիրահարները անմահություն են վերանորոգում։ Ալիսա Կիրակոսյան։ Սիրահարները անմահություն են վերանորոգում։ Ֆանտաստիկ է։ Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Եթե դեմ առ դեմ կանգնեմ Աստծո առաջ, պիտի ասեմ, այն մեղքերն ու չարությունները, որ արել եմ, խնդրում եմ արհամարես։ Մնացածը իրան հաճելի պիտի լինի։ Եվ վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Դավաճանությունից, հավատարմություն բառնել հավատի հետ կապ ունի, գիտեք, հավատալ եւ քայլ անել լինելով հավատարիմ։ Հավատալը մենակ վերացական բառ չի, հավատքը աչքի նման բան է, չտեսած բաները տեսնելու նման, բայց հավատարիմ լինել կնշանակի նվիրվել, սիրել միջև վերջ, այն աստիճան, որ կյանքը դրան նվիրես, չէ՞։ Հավատարիմ բառու արմատը նոր եմ իմացել, հավատն է։ Հավատը գործերով։ Այնքան հավատաս, որը բխի մեր սրբերին փորձել են տանեն կոտորելու, ասել են կուրքին հավատա։ Սիրով գնացել են մահանալու, ուրախությամբ։ Եվ զարմանալի մի բան, 40 մանուկ սառույցի մեջ գցած արդեն պիտի տանեն մորթելու մի մանուկ պատանի, վախենում փախնում է սառույցից, մայրը մի ուրիշ տղայի բերում գցում է դրանց մեջ, ասում է գնա, Աստված քեզ է սպասում, դիք մահը վերջը չի, մահը անցումն է դեպի Աստծո մոտ կամ հակառակը։ Ու ստեղծես այդ մի քիչ երկար կարելի է աճել, այստեղ էլ հենց հակա քրիստոնեաներն էլ ակտիվանում ու գուցե որոշակի իրավացի այսպես տեղ կա։ Բայց եկեք այսօր այսքանով սահմանափակվենք, շնորհակալ եմ։ Սիրով միշտ պատրաստ եմ։ Հետաքրքիր զրույցի։ Այս օրերին այս ինձ հուզող ամենաթեման է, կարևոր, որի մեջ ամեն օր փորձում եմ մխրճվել պատճառը ինչն էր, որ սենց եղավ։ Սարսափելի է։ Աստծուն մոտ լինենք, հա, եկեղեցի հաճախենք ու պատարակների մասնակցենք, դա մաքրում է, վերափոխում է, վերաիմաստավորում է, չգիտեմ, էլի ինչ որ բան է այդ կատարվում, էլի։ Սրբում է, մաքրում է, մարդուն մարդ է դարձնում։ Նորից հասարակ պարզ ֆիզիկոսները պրիմիտիվ օրինակներ են բերում։ Եթե մենք ազգովի լինենք արդար, ազնիվ, մաքուր, չթալանող, հանուն հայրենիքի, մեր հայրենիքը դրախտավար չի դառնա։
Մի քիչ դուրս գանք նյութից էլի, որովհետև այդ iPhone-ներն ու Mercedes-ներն ու չգիտեմ ինչ բաները ախր դրանք պետք է մեզ ծառայեն, ոչ թե մենք իրենց։ Ընդհանրապես փոխադրամիջոց է Mercedes-ը, ընդհանրապես հեռախոսը iPhone-ը կամ չգիտեմ Samsung-ը։ Հա, նորը գնենք, բայց չտեր չլինենք, ծառա չլինենք դրան։ Всего лишь բարոյական։ Մեկը հոգին նկարել էր մի օղակ, հոգի, կլոր օղակ։ Մեջը աթոռ, գահաթոռ, որը Աստծո տեղն է։ Եթե այդտեղից Աստծուն հանում ենք մենք մեր ազատ կամքով, մի ուրիշ բան, առաջինը մեր եսը, երկրորդը են կանաչ թուղթը, հետո հաճույքները, ցանկությունները, ամեն ինչ գալիս նստում այդ աթոռին, սկսում է մեզ իշխել։ Ատոմային էներգիան լավ բան է։ Հա։ Առաջինը Հիրոսիմա Նագասակի, հետո։ Մի հատ հոգեվորական լավ միտք ուներ ասած։ Եթե կրթությունը կա, դաստիարակությունը չկա, դա նման է, ոնց որ խև մարդուն սրած թուր տաս ձերքը։ Դե հա։ Լիքը գիտելիք, Տեսլան ունի գյուտ։ Տունգուսկի մետեորիտ, որ ասում են Տունգուզում են գելա, կոսմո մետեորիտ չի։ Ման են գալիս, մետեորիտի հետքեր չեն գտնում, այրված, փոս ծառերը ընկած, միջև մի տես վիճակը։ Պարզվում է, Տեսլան, մի հատ աշտարակ ունի Ամերիկայում։ Այնտեղից բարձր վոլտ հոսանք օդի միջով փոխանցել է այնտեղ։ Այո։ Ու սա փագել է, ոչ ոք չգիտի սրա մասին, որտեղ մտածել է, որ ընկավ չար մարդու ձեռքը Հիրոսիմա Նագասակի փոխանակ ատոմային էլեկտրակայանը։ Շնորհակալություն։ Կներեք, էմոցիայով շատ խոսեցի, միգուցե բան է։ Ես ոնց հասկանում եմ։ Եթե չարը մարդը, խելքը շատ, գիտելիքներ, ավելի վտանգավոր է։ Քան թե չար սրտով դմբով մարդը։ Նայած թե ինչին կծառայի այս կամ այն գիտելիքը կամ այս կամ այն գյուտը։ Ի վերջո Շեքսպիրն ասում էր մեր վերաբերմունքից է կախված, հա, մարդկա ունի այս նոթբուքը երջանիկ է, մարդկա ունի այս նոթբուքը դժբախտ։ Որովհետև սա գործիք է։ Ես կարողանում եմ տանը նստած Վաշինգտոնի ազգային թանգարանից գիրք պատվիրեմ եւ նայեմ։ Բայց այսօր արդեն կա հոգեբանական տերմին, կոչվում է ինտերնետ զավիսիմեստ, կախվածություն։ Եթե կախվածությունը, որով քեզ կարող են փիս մտքեր, այլասերվածություն, որի մեջ շատ կա, եւ քեզ թունավորեն, դանակը լավ գործիք չի խոհանոցում։ Պարոն Վանիսյան, հիմա ավելի դաժան գործիք կա, որը կոչվում է արհեստական ինտելեկտ։ Իսկ այդ մասին հաջորդ անգամ։ Շնորհակալություն։ Այնքան սարսափել է, որ այսօր գիտեք ինչ ասեցին ինձ։ Ասեն, եթե այդ իսկուսственный ինտելեկտը ուզում է սոսանքից անջատես, չի անջատվի։ Նենց հասարակած, եթե աշխարհի մի ծայրում կա էլեկտրակայան, ինքը դրից կսնվի, քեզնից կդառնա անկախ 100%։ Այս հենց է ֆիզիկոս քրիստոնյայի հետ զրույցը չի ապարտվում։ Ֆիզիկոս հայ հավատավոր քրիստոնյա Սերժակ Հովհաննիսյանն էր այսօր լայվ խոսեցի։ Իսկապես հետաքրքիր է, բայց չչարաշահենք մարդկանց համբերությունը, թող մեկնաբանություններում գրեն արդյոք նրանց դուր եկավ մեզ զրույցը այս հաղորդումը թե ոչ, եւ վստահ եմ հաջորդիվ մենք եւս կկազմակերպենք։ Շնորհակալություն, որ դիտեցիք համբերատար այս հարցազրույցը, կիսվեք նաեւ ձեր տպավորություններով ու մեկնաբանությամբ, բաժանորդագրվեք մեր ալիքին, իսկ մենք շնորհակալ ենք ուշադրության համար։